Ժողովուրդ օրաթերթը գրում է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին արդեն 5 տարի է անհետ կորած է, հայտնվել է կալանքի տակ։ Մեր ձևով արտահայտության համար սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի տարելիցի օրը անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, հանդիպելու գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ, սակայն նրանց մուտքը մերժվել էր։ Այդ օրը Արսեն Ղուկասյանի ծննդյան օրն էր, եւ նա Պաշտպանության նախարարության մուտքի մոտ եթեր էր մտել ասելով 5 տարի մեզ խաբելով փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ, բայց ոչ մի քայլ չեն անում։ Մենք սպասում ենք, ինձ երևի լսում են, կամ կընդունեն մեզ, կամ մենք մեր ձևով կանենք։ Եվ ահա հենց այդ մեր ձևով կախարդական արտահայտությունը դարձավ ճակատագրական։ Հրապարակ թերթը գրում է գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարոխանյանի զարմիկը քրոջ որդին 2 օր առաջ ինքնավնասման փորձ է արել։ Դեպքը տեղի ունեցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ գտնվելիս է եղել տղան։ Գյումրեցիները պատմում են, որ 16-ամյա տղան թմրանյութերի նկատմամբ հետաքրքրության պատճառով հայտնվել է այդ կենտրոնում։ Ասում են նաև, որ դեպքից հետո պատգամավոր քեռին գնացել բերել է տուն, սակայն հոգեկան առողջության կենտրոնից դիմել են ոստիկանություն եւ տղային նորից կենտրոն են վերադարձրել, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում։ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ տղայի ինքնավնասման դեպքով վարույթ է նախաձեռնվել։ 2 օր է մենք փորձում ենք պարզաբանում ստանալ ԿՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարոխանյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին։ Հիշեցնենք, որ Գյումրու ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարոխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու, արյան մեջ թմրանյութի արկայությունը ստուգելու համար, քանի որ լուրեր կային, որ նա թմրանյութ գործածած վիճակում վեճ է հրահրել։ Հրապարակ թերթը գրում է վերջին օրերին բուռն քննարկվեց Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցը։ ՔՊ վարչության նիստից հետո նա լրագրողների հետ Վահագն Ալեքսանյական ոճով զրույցում քաղաքական կոշորակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին։ Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։ Ջաբրայելը Մեխակավան ազատագրած հոր հանգուցյալ հրամանատար Մեխակ Պեխակյանի պատգամն ուրանալու մասին հարցից էլ քաղաքապետի թեկնածուն ընկել էր ցայտոտի մեջ եւ ասել, որ Արցախը ոչ թե իրենց թիմն է հանձնել, այլ նախկինները։ Իմ հոր եւ իր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը նախկինները կեղեքել են, Արցախը արցախցուն հարստահարեցին, այսօր փոխանակ ամաչեն գլուխները կախեն, մեծ խոսում են։ Իրականում Մեխակյանն ինքն է այդ կեղեքիչ իշխանությունների մաս կազմել, պետական ապարատում է աշխատել։ Մենք տեղեկացանք, որ նա եղել է կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Երվան Զախարյանի օգնականը, ապա կադաստրի կոմիտեից տեղափոխվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն։ Երբ նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչ Զախարյանը նախարար է նշանակվել, Արգիշտին էլ իր հետ է տարել։ Նրան ճանաչողները պատմում են, որ ժամանակին երիտ կարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում։ Հրապարակ թերթը գրում է հերթական արձակուրդից 2.5 ամիս անց վերադառնալուց հետո բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այժմ կրկին արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 13-ին։ Նրա թիվ 1 խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ կալանք են տալիս ընդդիմադիրներին, դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2.5 ամիսը մեկ արձակուրդ է գնում։ Կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ օքեյ է։ Մեր հարցին, թե բարձրագույն դատական խորհրդի նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագահ, թե որպես դատավոր, ասացին, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահին ու դատավոր անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավորի։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։ Ստացվում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ Վճռաբեկի դատավոր է։ Փաստորաթերթը գրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր ընթանում է 2 մակարդակով՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական։ Պաշտոնական մակարդակը հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների եւ դրամաշնորհային հիմնադրամների միջոցով է, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունն ու հաշտեցումը։ Այդպիսի կառույցներից է Հաագայում գործող Links Europe Foundation-ը, որը տարեսկզբին ձևավորեց հայ եւ Ադրբեջանի փորձագետների խումբ մինչև նոյեմբեր մշակելու առաջարկներ 2 ժողովուրդների մերձեցման վերաբերյալ։ Հայկական խմբի ղեկավարն է Լեոնիդ Ներսիսյանը, նախկինում Ռուսաստանի քաղաքացի, այժմ անվտանգության հարցերով հայ փորձագետ։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է Մուրադ Մուրադովը Թոփչուբաշով կենտրոնի փոխտնօրենը։ Հուլիսին նրանք հանդիպում անցկացրին Վիլնյուսում, որտեղ ըստ մասնակիցների միմյանց ավելի մոտ դարձան։ Ոչ առանց սուրճի, ոչ բարեկամական զրույցների։ Սեպտեմբերին գործընթացը հասավ իր գագաթնակետին։ Սեպտեմբերի 22-ին Մուրադովը ժամանեց Երևան, մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեաժողովի 108-րդ սեմինարին, որտեղ հանդես եկավ խաղաղ գործընթացին նվիրված զեկույցով։ Նրան ուղեկցում էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ։ Հաջորդ օրը Մուրադովը մասնակցեց հայ փորձագետների նիստին, որոնք ներգրաված են նույն թեմատիկ խմբերում։ Հանդիպանը ներկա են նաև Եվրամիության ներկայացուցիչներ եւ մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում Նիդերլանդների դեսպանը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին 28-ին Թբիլիսիում, որտեղ ըստ նախնական տվյալների գործընթացին կմիանան նաև Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, նպատակ ունենալով ներգրավել հայ փորձագետներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նախարարներ դատախազմի բոլոր պաշտոններում կանայք են, սակայն նրանց օրոք Հայաստանի Հանրապետությունում կա առաջին կին քաղբանտարկյալը Լիդիա Մանթաշյանը։ Մինչ ՄԻՊ-ի իր ներկա պաշտոնը զբաղեցնելն Անահիտ Մանասյանը հարուստ ճանապարհ է անցել։ Բացի կենսագրությունից հարուստ է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։ Համաձայն Անահիտ Մանասյանի 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի հայտարարագրի նա 1995 եւ 2015 թվականներին ձեռք է բերել բնակարաններ Երևանում։ Մանասյանը 2017 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի խորհրդականներ եւ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր գրել է Ford Mach-ի մեքենա, ՄԻՊ-ի բանկային ավանդները կազմել են 9.7 եվրո, 9.4 դոլար, 10.9 միլիոն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 50 միլիոն դրամ, 23.9 եվրո, 652 դոլար։ Մանասյանին կանխիկ դրամական միջոցները կազմել են 100.000 դրամ, 3.4 եվրո, 6.6 դոլար։ ՄԻՊ-ի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19.470 դրամ։ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 16.820 դրամ։ ԵՊԱ-ից որպես աշխատանքի վարձատրություն ՄԻՊ պաշտպանը ստացել է 1.543 դրամ։ Կանանց իրավունքների տնից ստացել է 33.178 դրամ։ Հայ բիզնես բանկ ՓՊ-ից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը կազմել է 865.715 դրամ եւ 324.000 դրամ, իսկ ԱԿՊԱ բանկից ստացվածը 81.668 դրամ։